Ոնց եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պապի ջան։ Ոնց եք։ Պապի ջան, ոնց է։ Կարելի է նստել ձեր հետ մի 5 րոպե։ Կարելի է։ Ես ձեր դեմքից արդեն ճանաչեց։ Այս մեր գործընկերներ ֆինանսների նախարարն է։ Որը։ Ֆինանսների նախարարը չի։ Ինքը ֆինանսների նախարարն է, ես աշխատում։ Ես նախկին ֆինանսների մինիստրության աշխատող եմ։ Աշխատում էի Հետաքրքիր է ինչ։ Շեկոյանի հետ։ Ասացային անձնավորության հետ։ Նախարար է եղել։ Վահե ձեր անունը։ Այո։ Մեզ տղայիսանն էլ է Վահե։ Դե հիմա լսեք ինչ եմ ասում, տղաներ։ Հերթով ասեք, ժողովուրդ ջան։ Դուք կարող եք ինձ ընդհատել։ Բան, եւ այլ, բայց Դու էլ կասես, որ ինքը ասում է դու։ մի րոպե լսեք։ Լսում ենք Ես ուշադիր։ եմ խոսում, առայժմ։ Ես կուսակցությանը չեմ հավատում։ Ինչի։ Ինչի համար։ Մի քանի պատճառներ կա, որ դուք երիտասարդ ընկերներ եք, ես ձեզ հարգում եմ, որովհետև հայ տղաներ եք դուք։ Բա ինչի՞ չեք հավատում։ Հնարավոր չի։ Մենք էլ ձեզ ենք հարգում ու սիրում ենք։ Պատճառը հետևյալն է։ Առաջի պատճառը քառօրյա պատերազմի ժամանակ 44 օրյա երևի։ այո 44 օրվա պատերազմի ժամանակ Պուտինը Մոսկվայից ասեց Նիկոլ դադարեցրու պատերազմը դա ամսի 5-ին էր հոկտեմբերի 5-ին էր չդադարեցրեց Ով Նիկոլը։ Հետո 19-ին Կներեք, էլի ես այդ խոսակցություններին անձամբ հետո 18-ին ասեց Նիկոլ դադարեցրու պատերազմը չդադարեցրեց Հայրիկ ջան 5000 զոհ չենք ունեցել։ Մենք խնդրում եմ այդ սուտ տեղեկատվությանը մի տրվեք։ Մենք 5000 զոհ չենք ունեցել։ Դա հաճելի չի։ Տարբերություն չկա 3-ի ու 5-ի միջև։ Ուղղում եմ, չէ՞, չի կարելի։ 5000 չի եղել, հայրիկ ջան։ Չէ, իրար հետ ենք խոսում, զրուցում եմ։ Բայց եկեք ճիշտ ասենք գոնե թվերը, էլի։ Այսինքն դա ամեն մի հայ զոհը կյանքը կարևոր է, չէ՞։ Ինչ ենք ասում 5000 զոհ չի եղել, հայրիկ ջան։ 3800 զոհ ա եղել մոտավորապես։ Որ ձեր կուսակցությանը ես չեմ։ Բայց կներեք, էլի հայրիկ ջան, այդ զոհերը ով ա տվել։ Մենք ենք սպանել այդ մեր հայրենակիցներին։ Իսկ ով է սպանել։ Ադրբեջանցիները, չգիտեք։ Բայց ձեր օրոք է եղել։ Կներեք, հարցակվել են մեր վրա։ Հարցակվել են։ Այս ինչ որ կատարվել է ձեր օրոք Իմ եղբայրը այդ պատերազմում զոհվել է։ Կռվել է։ Ես եմ սպանել իմ եղբորը։ Չենք խուսափում։ Մի րոպե, կներեք, Պուտինի մասին եկեք, էլի նա խոսա։ Հայրիկ ջան, կներես, էլի։ Իմ թորանսանն էլ է։ Ուրախ եմ շատ։ Բայց Պուտինը այդ որ ասում եք պատերազմը ասես կանգնեցրեք։ Մենք 3 հատ հրադադարի պայմանագիր ենք ընկել։ Մի հատ Մոսկվայում, մի հատ Ժնևում, մի հատ է Վաշինգտոնում։ Ու Ադրբեջանն է, որ չի պահպանել այդ հրադադարի պահպանները։ Ադրբեջանը։ Պուտինը ինչ կապ ունի սա։ Այսինքն մենք կներեք, այսինքն մենք չպետք է կրակեինք, իրանք շարունակեին կրակել, բա Պուտինը ինչ կապ ունի։ Մենք պետք է կրակել։ Բա Պուտինը ինչ կապ ունի սա։ Ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի, որ նա միջնորդի դեր խաղաց։ Որը որ չարեց իր միջնորդի դերը։ Խաղաղապահներն էլ չէ Պուտինը բերել, որ թողեց որ Ղարաբաղը դատարկվի։ Դե եկեք ուրեմն փաստերը ինչի համար թողեցին։ Խաղապանները ինչի համար թողեցին։ Իրաց պարտականություն չկատարեցին, ոնց ոչ։ Դե ինքը գնաց այնտեղ հայտարարեց Որտեղ հայտարարեց։ Ադրբեջանի կազմա Արցախը չի ասել Ադրբեջանի կազմում է։ Մենք ճանաչել ենք մի րոպե։ Դե թողեք միջև վերջ ասա։ Մենք ճանաչել ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Մեր, գիտեք ինչի։ Կներեք, էլի մի հատ գործընկեր հայրիկին բան ասեմ ու հետո կվերադառնամ։ Գիտեք ինչ ենք ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, որովհետև երբ որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց մեր վրա, Հայաստանի Հանրապետության, ու ՀԱՊԿ եւ Ռուսաստանի Դաշնությունը պետքա երկկողմ պայմանագրով եւ հավաքական պայմանագրով գային պաշտպանեին մեր տարածքը, Պուտինը եւ Ռուսաստանի Դաշնությունը։ Իրանք ասում են, մենք չգիտենք, դե ձեր սահմանն է, թե ձեր սահմանը չէ։ Դուք սահման չունեք ընդհանրապես։
հարգելի հայրենակիցներ։ Եվ մենք չէինք ոնց։ Մի րոպե, ոնց թողնում եք։ Մի րոպե, ոնց թողնում եք։ Հայրիկ ջան, սիրելիս։ Նիկոլի լեսկից բռնում, որ կանգնի Պրագայի մասին Ղարաբաղը Ադրբեջանի հետ։ Չեք լսում ինձ ինչ եմ ասում։ Ղարաբաղը, չէ, մի րոպե։ Մենք ասել ենք, որ մենք մեր երկրին Հայաստանի Հանրապետությանը տեր ենք, որտեղ եթե Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը մենք չճանաչենք, հենց մենք առաջինը ոչ մեկ չի ճանաչելու ու ոչ մեկ Ղարաբաղը, այլև Հայաստանի Հանրապետությունը մինչ այսօր չէր լինելու դրա պատճառով։ Այդ է պատճառը։ Այո, տես չէր լինելու։ Այո, տես չէր լինելու, որովհետև Ադրբեջանը հարձակվում էր Հայաստանի վրա, Հայաստանը Հայաստանի վրա էր հարձակվում։ Մեր հավաքական բանը հակաօդային պաշտպանությունը չէր միանում, որ պետք է միանա մեր դաշնակցի կողմից։ Մեր երկկողմ համաձայնագիրը չէր աշխատում։ Դեպա մենք մեր տարածքային ամբողջականությունը չպաշտպանենք։ Ասում եք Պուտինը ասեց, Պուտինը ինչ ասեց։ Պուտինը առաջինն ասա Ղարաբաղ հետո Ադրբեջան։ Ղարաբաղցիները այդ շրջապատում բոլորը ղարաբաղցիները մեր հայրեն, մեր եղբայրներն ու քույրերն են։ Նրանք եկան Հայաստան, ինչու չպաշտպանեցիր։ Ոչ չպաշտպան։ Քո հայրենակիցներն էին, հիմա էլ չի պաշտպանում։ Ոչ չեն պաշտպանում։ Միլիարդավոր դրամներ են ծախսում, հարյուրավոր միլիարդներ, Ես եմ մեր նախարարությունն Ժողովուրդ ջան, մենք ձեզ մեր Հայաստանի Հանրապետությունն է։ Դուք ասում եք չի եղել, չի ունեցել։ Ասում եմ մենք առաջինը պետք է մերը ճանաչենք, մենք մերը, որ ուրիշներն ճանաչեն։ Գալիս են դրա վրա, Որ սխալը։ որ Փաշինյանը Պրագայում ասեց Ղարաբաղը Ադրբեջանին ասում։ Հայրիկ ջան, եկեք խնդրում եմ, եկեք խոսանք հանգիստ, ես ես հարգում եմ, դուք էլ խնդրում եմ երկու մի բան, տեսեք։ Չէ, ուրիշ բան եմ ասում, ճիշտ եք ասում, ձեր կարծիքը ճանաչի եւ դա պրոբլեմ կլինի։ Ոչ, որտեղ մեր քարտեզը Այդ բառերը չի ասել, ուրիշ չի ասել։ Եթե մենք մեր տարածքային ամբողջականություն չենք ճանաչում, դա նշանակում է առաջինը մենք մերը չենք ճանաչում եւ մյուսներին չենք ճանաչում։ Ու որ մենք մերով ճանաչում ենք, իրանք էլ են մերը ճանաչում, հասկանում եք։ Հասկանում եմ, այդ բանը հասկանում եմ։ Ու այլևս չեն ասում, որ այս մերն է, այն մյուսն է։ Իսկ այս մեր տարածքը Հայաստանի Հանրապետության։ Մեր միջազգայինորեն ճանաչված տարածքն է, միջազգայինորեն։ Ղարաբաղը չի եղել։ Միջազգայինորեն ճանաչող կա, որ իհարկե կա։ Ով ուզի։ Իրանց, այսինքն դուք ձեր երկրի տարածքային ամբողջականությունը կարևոր չեք համարում։ ամենից կարևորն է, Նստում եմ։ Նստիր այստեղ։ Ես մի հատ ուրիշ հարց ունեմ։ Խնդրեմ, համեցեք։ Ղարաբաղի ղեկավարությունը ինչ էին արել հայրեն, հայաստանցիներին, որ անտեր թողեցին հիմա։ Անտեր թողեցին։ Ո՞վ է անտեր թողել։ Մենք ենք անտեր թողել։ Դուք եք անտեր։ Ո՞նց ենք անտեր թողել։ Ղեկավարը դուք եք։ Ո՞նց ենք Դուք անտեր եք այս գրողի տարած ամեն օր ինչպես հասկանա։ Ինչ է նշանակում անտեր թողել։ Անտերը, որովհետև նրանց պաշտպան չունեն։ Ով ասել։ Ես եմ Մենք ասում։ ամեն օր բանակցում ենք, որ իրանք վերադարձնեն։ բանակցելը Ոնց պիտի բանակ։ Մի րոպե, ոնց վերադարձ։ Բանակցելը վերադարձնեն ապրել։ Ոնց վերենք, ասել։ գրողը տարած։ Այդքան մարդը Ո՞րն է գրողը տարած։ Ես Ես կասեմ ոնց, եթե Ինչ ես ասում։ ասում ես գրողը տարած երգի։ Դե չի, լավ, եկեք չվիճենք հիմա։ Հայրիկ ջան, Հայրիկ ջան, ես ձեզ այնքան եմ հարգում ձեր տարիքը ու ձեր վաստակը։ Հիմա ասում եք անտեր թողեցինք։ Ամեն հնարավորություն օգտագործում ենք եւ Ղարաբաղի ղեկավարությանը եւ մեր մնացած բոլոր հայրենակիցներին վերելու։ Բոլորը մեր եղբայրներն են։ Ոչ չկա, բայց այդքան մարդու վերադարձել են։ 200 գերուց ավել վերադարձել են, ոչ չկա։ չեք տեսել, չեք իմացել դրան։ Կարևոր չեն իրան։ Կարևոր չեն իրան։ Սակյանին ինչի՞ չեք այդ վերում։ Բոլորին ենք վերելու։ Դրա համար գիտեք ինչ ապեք, որ բերենք։ Խաղաղություն ապեք, որ բերենք։ Ուրիշ ձև չկա։
Ուրիշ ձև չկա։ Ուրիշ ձև չկա։ Եկեք մի քիչ ճիշտ խոսենք, էլի խաղաղություն։ Աղուց վերանալու։ Այսինքն ի՞նչ է։ Աղուցն չեք ուզում։ Ադրբեջանը չի ուզում։ Ես Ալիև Ուզում է, արդեն ուզում է։ Ո՞նց է ուզում։ Բա պայմանավորվել են։ Պայմանավորվել են, որ մեր Ինչ պայմանավորվել է։ Բա ինչ անենք։ Գնանք նորից կռվենք։ Գնանք նորից կռվենք։ Ադե որ պետք կլինի Որպես կլինի Պետք է ինչ անել, որ չկռվենք։ Որ էլի հազարներ զոհվեն, որ էլի հազարներ զոհվեն։ հասկանում եմ, եք եթե չստացվի։ Դե պետք է ինձ որ ստացվի։ Բա ուզում է, հաստատվել է։ Հունիսի օգոստոսի հաստատվել է, չէ։ Ես Հիմա կրակոց չկա։ Ես Ղարաբաղ 2 տարի։ բան եմ։ Ես ձեր ցավը տանեմ։ Ես Ամեն անգամ զոհում։ չկա 2 տարի է։ 2 տարի։ Եք պատերազմ բեր դուք։ 2 տարի։ Մենք ենք բերել։ Մենք ենք բերել պատերազմ։ Որն ենք բերել։ Ղարաբաղը 90-ականների պատերազմել ենք մենք բերել։ եկեք խոսում եք։ Լավ ենք անում։ Մեր երկիրն է խոսում է։ ես ուզում եմ Չեք հաբաչում։ Հանգիստ խոսում ենք, ես խանգարում չեմ հասկանում։ ասել մի րոպես ասել։ Մի րոպե։ ես ուրիշ մի հատ օրինակ բե օրինակ չէ ֆակտ ասել ես Ղարաբաղ ամենավերջիներից մեկն եմ դուք եկել Սիրում եմ ձեզ։ 44 օրվա կռվի ժամանակ մերոնք հետ էին գնում Ինք հետ գնում ասում վերևից հրաման, վերևից հրաման, մի րոպե միջև Այդ հրաման տվողները մենք ենք եղել, հրաման չի եղել հետ գալու։ հրաման տվողը Չի եղել հրաման հետ գալու։ Հրամանը ես եմ Վարշավարությունյանը իրագործել է։ Հետ գալու հրաման չի եղել։ Դնում ես որ Ոնց է։ ձեր ասածին դեմ եք։ Ոնց է դեմը։ Փաշինյանը Կռվել են, որ հետ գալուն են, զոհորդը հարց ատալիս։ Ինձ համար էլ հանելուկ եղել։ Արա բայց չարենք այդ վերևից հրաման տվողը ով է եղել։ Չէ, այդ հրաման տվող։ Եղել է դիվերսիաներ մեր ներսում։ Այո, մեր ներսում։ Ես եմ մասնակից, 44 օրը կեսը Ստեփանակերտում եմ եղել։ Այդ քեզ բան։ Բան չեմ ասում, բայց ոնց իմ ասածին չեք հավատում։ Ես էլ ասում եմ, որտեղ տենց հրաման չի ասածին չեք հավատում։ Չէ, տենց հրաման։ Որ հրամանն էլ կներեք էլի։ Որ հրամանն էլ Երբ եկան վերջում նոր ապարզվել է նոր։ Ես որ Փաշինյանն ասա հրաման տվողը ես եմ Վաղարշակ-Հարությունյանը իրագործել է։ Վաղարշակ-Հարությունյանը սխառնում եք Վաղարշականը պատերազմից հետո է դարձել նախարար։ Վաղարշակը չի ուրիշ ասա, բայց էլի ամեն ինչ խորնելով ուրիշ բանի մասին է ասել։ Լավ, սո ժողովուրդ ջան։ Ձեզ շատ սիրում ենք, հարգում ենք։ Դուք ձեր քաղաքական հայացքները այս երկրում 2026 թվին իրավունք ունեք արտահայտելու մինչև վերջ, իրավունք ունեք մեզ չընտրելու, իրավունք ունեք ուղիղ եթերում մեր հակաճառելու, մենք դրա համար ձեզ սիրում ենք։ Լավ եղեք գնացինք։ Լավ եղեք, առողջ եղեք, երկար ապրեք։ Գնամ որ ուրիշ քաղաքացիների հետ շփվեմ, հայրիկ ջան։